Ողջույն բարեկամներ, այսօրվա նորությունները կարևոր են, շատ են, չմոռանաք, ինչպես միշտ բաժանորդագրվել, սեղմել լայքի կոճակը, գրել անպայման ինչ եք մտածում, ես հավատացեք, ժամանակ գտնում եմ, ես կարդում եմ, հետևությունների իմանում եմ, կարող ամեն դեպքում չկարողանամ պատասխանել, բայց վստահ եղեք, որ ոչ մի դիտողություն, ոչ մի կարծիք չի վրիպում իմ աչքից, այնպես որ իմ համար շատ կարևոր է ձեր կարծիքները։ Իսկ հաղորդում ուզում եմ սկսեմ դրոյի նամակից, որն ասում է. դու պիտի ըմբռնես Ղարաբաղի հայ ժողովուրդ, որ Ադրբեջանի ծրագիրն է վերացնել հայ ազգաբնակչությունը, շարունակել իրականացնել թուրքական փաշաների որոշումը, տիրել Ղարաբաղին, ոտքի տակ տալ Զանգեզուրը և ոչնչացնել Հայաստանի Հանրապետությունն ու այդպիսով վերացնել մահմեդական աշխարհի մեջ ընկած այդ քաղաքակրթված ժողովուրդը։ Սա այն է, ինչ հենց հիմա անում է Փաշինյան Նիկոլը։ Զինված ձեր վճռականության վրա և միացած ձեր քաջարի զինվորների հետ պետք է հաղթենք թշնամուն։ Այսօրվա մեր բոլորս ձեզ հետ միասին ձեռք ձեռքի տված պիտի շարունակենք կռիվը մինչև վերջնական հաղթանակ։ Ամուր կաց Ղարաբաղի հայ, գյուղացիություն, միշտ դիրքերի մեջ ու պատրաստ թշնամու հետ շպրտելու մեր ազատությունը ձեռք բերելու համար։ 26 ապրիլի 1920 թիվ։ Սա ինձ կասներ ուղիղ 100 տարի և Նիկոլը կիրականացներ այն, ինչի մասին մեզ զգուշացնում է Դերասանուհի Կանայանը, որում Նիկոլը մենակ չէ իրականացնել իր ամբողջ անձնակազմով։ Անձնակազմի համար հատուկ եմ նշում, որտեղ որ այդ անձնակազմից մեկը ի հայտ է եկել, դրա մասին մենք մոռացել էինք։ Լավ որ ի հայտ է եկել, մենք հիմա մանրամասն իր մասին կհիշենք։ Իսկ հիմա հանցնենք հերթով թեմաների վրայով։ Այդ ուզում սա լսենք մի բա։ Ինքներին, որոնք քեզ համոզում են, թե դու ամենակարող ես, դու ոչնչություն եղել ես, ոչնչություն ես և ամիանալու ես հայոց պատմության մեջ։ Հա, լսենք։ Դու և այդ խրտվիլակ բոբոյին ցույց տալով ու ժողովրդին վախեցնելով, խաբեությամբ ձայներ ես գողացել, դու լեգիտիմ չես, դու պետությունը զավթած հերթական դավաճան ծանրագույն հանցնի Սա Նիկոլի մասին է խոսքը, որ կրկնում եմ խստակ գույնս պատժվելու է։ Ինչի ես սկսեցի սրանով, որովհետև ես երեք, արդեն 2 օր, 3 չի առաջ օրը, տեսա մի գրառում Իշխան Գևորգյանի կողմից, որ ներկայացնում է Դեմ թիմը, ուզում եմ մի պահ կարդալ ուղղակի։ Ես ամբողջ 24 ժամ չեմ անդրադարձել այդ հայտարարությանը, մտածելով, որ ինչու մի բան կկատարվի ամեն դեպքում, մի բան կփոխի, ինքը, չգիտեմ, մի ձեռք փորձի շտկել իրավիճակը, բայց չպատահեց, դրա համար էլ ես որոշեցի անպայման անդրադառնալ և դա անպատասխան չթողել։ Կներեք ուզեի երկար արձագանքել Բևեռի տարեցների գրառմանը, բայց որոշեցի նրանց կոչ անել սիրել տարեցներին, ոչինչ որ հետ չի ստացվի գործել, մենք մի կերպ կդիմանանք։ Բաց չի։ Ինձ անհանգստացրեց ձեր վիրահատական մեթոդի մասը, կոչ են անում ձեզ Հայաստանում ձեր ձևով էլ ոչ մի վիրահատական բան չանեք, կոչ է անում։ Դա ձեր մոտ հեչ լավ չի ստացվում, դա ավարտվում է ինպես ազատամարտիկների մահերով, թավանված բանկոմատներով, ծեծված ժողովրդով ու զրո արդյունք։ Ակնհայտորեն 16 թվականի ապստամբության մասին է խոսքը։ Ես ամբողջ 24 ժամ սպասեցի, տեսա բոլորը արտահայտվել են, նաև Նիნა Կարապետյանցը, որ իրենց թիմից է, կպարզասեց, որ մենք միացել ենք մի գործի նպատակի շուրջ և ես իմ դիրքերը չեմ լքի։ Ինչ կասեմ Իշխան Գևորգյանին։ Իշխան Գևորգյան և ընդհանրապես արեք չանձնավորենք, որ քաղաքականությունը և քաղաքական շփումները, ես որ կողքից նայում եմ,
ինձ մտահոգում է, ինձ սարսափեցնում է ուղղակի դրա որակը, դրա ոչ քաղաքական բնույթը, դրա ոչ քաղաքական ստանդարտները։ Մինչդեռ քաղաքականությունը իր լեքսիկոնն ունի ու իր մտածելակերպը։ Այն պահից, որ դու մտնում ես քաղաքական դաշտ, հանրային դաշտ, ունել քաղաքական մակարդակի վրա, դու պետք է մի բան հասկանալ, բոլորի մասին է խոսքը, բոլորի, որ այլևս այն լեքսիկոնը, որ նույնիսկ տան հետ ձեր երեխաների հետ շփվում եք, դա այլևս գործածելի չի։ Դե հասկանում եք, չէ՞, մենք տանը այլ լեքսիկոնով ենք շփվում, շուկա գնում ենք այլ լեքսիկոնով ենք շփվում, ընկերական շրջապատով կարող ենք շրջապատում մեզ թույլ տանք այլ լեքսիկոնով շփվել։ Երբ որ դու արդեն մտնում ես քաղաքական դաշտ եւ դու ամբիցիա ունես մարդկանց առաջնորդելու, արդեն քաղաքական լեքսիկոնը պետքա փոխվի։ Այն ինչ որ ես կարդացի, որ խորհրդատալի ոչինչ չանել, այսինքն այդ չապստամբել իշխան ու դա որպես ազատամարտիկ ես ասում, եթե մեր վերջի 100 տարվա մեջ Արցախյան պատերազմ լինենք մի կողմ, չասեմ 100 տարի շատ ասեցի, գուցե գոնե առնվազն 10-15 տարվա մեջ, Արցախյան պատերազմից հետո սենց ասեմ, 96 թվականից այսքան, եթե մի լուսավոր կետ կա, դա ապստամբությունն է։ Այ հիմա չէիք ուզի ապստամբություն։ Ու ապստամբողներն էլ իշխան ջան, քո նման ազատամարտիկներ էին, ոնց որ դու ես ներկայանում, գիտես։ Ես իրանց փոխարեն եմ պատասխանում, որովհետև այն ինչ որ գրված է, շատ անձնական է։ Դու որպես ազատամարտիկ ես գրել, քանի որ իրանք չեն կարող պատասխանել։ Ես ինձ թույլ եմ տալիս իրանց փոխարեն պատասխանել, ինչի իրանց փոխարեն, որովհետև եթե ես այս պահին լինեի Հայաստանում, ես վստահաբար ես կողքին պետքա լինեի, ես դրա մասին միշտ ասել եմ, ու ես կրում եմ բոլոր պատասխանատվությունը այն ինչ որ եղել է եւ բոլոր հետևանքների համար։ Ընդ որում նաեւ նրա համար ինչ որ դու ստեղ գրել ես ծեծված ժողովուրդ, թալանված բանկոմատներ եւ 0 արդյունք։ Ծեծված ժողովուրդ, ես չեմ կարծում ծեծված ժողովրդի ծեծելու մեջ ծռերը, ապստամբները մեղք ունեն, որովհետև նրանք գնացել են իրենց կյանքով այդ հարցը լուծեին, եթե ժողովուրդը այնտեղ մի մաս ուղակի, եթե ծեծ կերավ, տղաները իրենց առողջությունով վճարեցին ու առ այսօր բանտում են։ Իսկ եթե խոսում ենք 0 արդյունքի մասին ես այդքան չէի պնդի, որովհետև եթե չլիներ այդ ապստամբությունը, Արցախը հանձնված կներ դեռ 2016 թվականին։ Իսկ դրանից հետո այս իշխանությունը ստիպված դադարեց խոսել առնվազն գոնե 2 տարի, պլանավորելով թե ինչպես հանձնի ազատագրված տարածքներն ու Արցախը։ Փոխվեց կառավարություն, փոխվեց շատ բաներ, որը հետո վերածվեց 2018 թվականի տեղափոխությանը։ Դա արդյունքի մասին, իսկ հիմա ամենակարևորի մասին իշխան թալանված բանկոմատների։ Գիտես, դա մի հատ կներես բառիս համար Սերժիկ Սարգսյանը մի հատ մուտիլովկա գցեց շրջանառության մեջ, որ մարդիկ առայսօր կրկնում են առանց հաշիվ տալու թե ինչի մասին են խոսում։ Ես ուզում եմ ինձ ուղարկես, դու գրագետ տղա ես, երևի գտնես այն ապացույցները կամ այն դատավարությունը, որտեղ ընդհանրապես խոսում է բանկոմատների մասին։ Բանկոմատների խնդիրը լսեցինք, մենք այդ բանկոմատների հարցը տենց էլ դատավարություններում չերևաց։ Ինչ բանկոմատի մասին է խոսքը, ինչքան էր թալանվել, այդ փողը ինչ էր եղել վերջը։ Չէ՞ որ տղաները որ ներից դուրս եկան ձեռքերը վար, վերև բարձրացած շապիկներով բոլորը։ Ուր է գնաց այդ մի քանի 100 միլիոնը։ Դե դժվար չէ տղաները ասենք ծախսած լինեին, կամ ասենք չգիտեմ, Պարիսպի կոմից ինչ էին արել այդ, սիգարետի էին ուղարկեի, հասկանում եք, չէ, որ դա հնարավոր չէր։ Ես ինչ եմ առաջարկում, չկա վիճակ, որ լուծում չլինի, այն որ այս գրառումը արեց, երևի ոչինչ այդքան չէր կարող վնասել դեմ եմ շարժմանը, ինչքան մի հատ այսենց, պատասխան գրառում, ընդ որում ընդհանրապես դա կարիքներ չկար, որովհետև մեծահասակների պահով արդեն Արտաշես Էկոնոմովը պատասխանել էր բավականին կոռեկտ, կիսահումորով կարելի է եւ անցնել գնալ, բայց եթե դու որոշել ես պատասխանես
Իշխան ջան, իրես քո գործնակ, ես չեմ, որ ինչ որ մեկի պետք է խոսքից զրկեմ, ասեմ դու իրավունք չունես, բայց ցանկացած տեսել իրավունք ունենք խոսել, իրավունք ունենք նույնիսկ սխալվել, բայց ամեն ինչ շտկելով է գեղեցիկ։ Ցավոք ես հենց եմ պատկերացնում, որ շտկելը հեշտ process չի լինելու, կարող է նույնիսկ լինի ցավոտ, որովհետև ես այդպես եմ տեսնում, որ այն վնասը, որ հասցրեց ես գրողում, դա քեզ չհասցրեց, իշխան, դա հասցրեց այն շարժմանը, որի ակտիվ մասնակիցը կազմակերպիչ, հիմնադիր չգիտեմ, նրանցից մեկը դու էիր, դու ես։ Ես ընդամենը առաջարկում եմ, չեմ պարտադրում, ու սա իմ կարծիքն է։ Հենց հանուն նույն շարժման, հանուն այն բանին, ինչ որ դու արել ես, դու մի սպասի, որ ընկերները քեզ բան կասեն, մի բան կպարտաժեն քեզնից, մի բան կպահանջեն։ Համենայնպես ես տես կանեի շարժումը փրկելու համար։ Ես մի հատ ներողություն կխնդրեի ու կհայտարարեի, որ ես այլևս այդ շարժման մասնակից չեմ եւ խնդրում եմ շարժմանը վերաբերվեք առանց անձիս նկատմամբ ինչ որ վերաբերմունք ունենալու տեսակետից։ Դա կլիներ այն քայլը, որ պիտի վճարվի այս խոսքերի համար, այս գրառման համար, որովհետև ինչպես ես հանգամանալից փաստերով ներկայացեցի, ոչ զրո արդյունքի մասին, ոչ ծեծված ժողովրդի մասին, մանավանդ ոչ թալանված բանկամատի մասին, ոչ միայն ճիշտ չէ, այլ ավելորդ էր, ավելորդ ու վիրավորական էր, ապստամբ քո ազատամարտիկ կոլեգաներ չասեմ, բայց չէ որ իրանք էլ էին քո նման ազատամարտիկ, եթե դու ազատամարտիկ ես նույնպես։ Ապստամբության դրոշ բարձրացների նկատմամբ։ Դու ստանով ժիրասեֆիրանին չես վիրավորում։ Չէ։ Քո պատասխանը իրան էր իհարկե, բայց դու փաստացի վիրավորեցիր այն մարդկանց, որոնք կյանքները դրել էին զոհասեղանի, գնացին ինչքան կարողացան այնքան արեցին։ Ու իրանք չհրաժարվեցին իրենց արածին, մինչև հիմա մի մասը դատվում է դրա համար։ Մի խոսքով, իշխան, սա իմ առաջարկությունն է, սա պահանջ չի, բայց ես կարծում եմ նման ձևով հնարավոր է փրկել շարժումը, որտեղ վստահ եղի ինքը տուժեց։ Եվ գիտես ներողություն խնդրելը ուժեղ մարդու մենաշնորհ է։ Թույլ մարդիկ ներողություն խնդրել չգիտեն։ Այս պահի համար այսքանը, այս մասով։ Ափսոս, ես չտեսա քո պատասխանը, ես սան չէի անդրադառնա, եթե դու ինքդ նախաձեռնած լինեիր սա, բայց ես մտածեցի, եթե չես անում, ես կարող եմ սա ասել։ Մյուս քաղաքական նորությունը, փաստորեն, դո կուսակցությունը ընդլայնեց իր, ասեմ ձե, աշխարհաքաղաքական ուղղվածությունը եւ համագործակցության եզրերը։ Ասում են, երեք միացել էր Պարուհ Հայկյանը, այսօր Ստեփան Դեմիրճյանը։ Շատերի համար շոկային է, շատերի համար անհասկանալի, բայց քաղաքականությունը սենց բան է։ Ու ես ասել եմ, չէ, դեռ մինչև մայիսի վերջ ինչեր ենք դեռ տեսնելու, ինչեր ենք դեռ լսելու, որտեղ այն ինչ որ լինում է, հիմա անկանխած տեսելի են իրենց բոլոր դրսևորումներով, բոլոր եւ Սիրոս վկայումա դեռ լինելու են անակնկալներ, լինելու են շատ ցնցող անակնկալներ, այնպես որ մի զարմացեք, սա ընտրությունն է, սա քաղաքականությունն է, մի փորձեք մի անգամից ամեն ինչ կանխատեսել եւ ամենակարևորը մի դատեք, որովհետեւ կարող է հետո ավելի ձեր տեսակետից սարսափելի բան տենաք կամ անակնկալ։ Սպասենք, հետևենք ընթացքին, աջակցենք, չգիտեմ, խորհուրդներ տանք, ինչ որ ես արեցի նոր։ Ես իշխանին էլ իշխան ջան էի ասում, որտեղ առնվազն ես 2 անգամ առիթ եմ ունեցել հեռավար իր հետ շփվել, ես անձնական վիրավորանք չեմ պահում իմ մեջ, ես կարողանում եմ, փորձում եմ ամեն դեպքում բերել ցիվիկ դաշտ խոսակցությունը։ Ինչ որ է, մի շտապեք, դեռ կարող են լինել եւ ընդհանումներ, եւ մարդիկ կարող են վերջը ներողությունով սկսեն համագործակցել։ Ինչ եղավ եւ ի սկզբանե դժարի եւ նույն դեմ եմ շարժման հետ։ Լինում ամեն ինչ լինում է։ Սխալվելը
կործանալած չի, այլ սխալների ճուղման ճանապարհով գնալն է կործանալ։ Հաջորդ քաղաքականությունը, որ հակը մերժվելով Սամվել Կարապետյանի կողմից որոշեց գնալ առանձին, հա, ես ուղղակի ստեղ կուզենայի հասկանայի հակի ինչին է պետք առանձին գնալը եւ ընդհանրապես ինքը ինչ է հետապնդում, այս այդ հարցի պատասխանը չունեմ։ Եթե հակը գնում է լուրջ տոկոսներ հավաքելու, բնականաբար դա չի իրականանալու։ Եթե գնում ընտրությունների, որ ինչ-որ մի բան հավաքի, ներկա լինելու կամ ինչ-որ մեկին տալու, դա էլ այդքան ռեալ չի, որովհետև այդքան չի հավաքելու, որ ինչ-որ մեկին օգնի, եւ այն ինչ-որ հավաքվի, ցավոք է վերջում գնալու է ինչ-որ մեկի, բայց ոչ հակի։ Լավ կլիներ հենց մի բանից ինչ-որ մեկին աջակցությամբ հանդես գար, ում որ ուզի։ Եթե դա չի լինում ուժեղ Հայաստանի հետ, ուրիշ մարդ կարելի է գտնել կամ ուրիշ կամ ընդհանրապես չմտնել այդ process-ի մեջ, որովհետև երբ որ դու շատ քիչ ես հավաքում, պրակտիկան դա ցույց է տալիս, որ դու դա քոնը չի, քո հավաքած ձայները բաշխվում է այն ուժերի մեջ, որոնք ավելի շատ են, ասենք զգալի տոկոսներ են հավաքել։ Բայց նորից դա հակի որոշումն է։ Գնանք առաջ, Այդ լսենք այս կենթանում, հա։ Վիճակ ունեն, ուզում եմ որպեսզի այնպիսի մի իրավիճակ ունենանք մեր անվտանգության համակարգում, որ բանակում չծառայելը իրոք լինի անհնար։ Դա պետք է լինի պատվաբեր ծառայելը, ոչ միայն բանակում, թամպես մեր անվտանգության համակարգում, մեր երկրի համար։ Եվ մեր քաղաքացիները իրենք ոչ թե երեխան դեռ տղա երեխան չծնված մտածեն երեխային երկրից հանելու մասին, գիտեք, չէ, շատերը գնում են Ամերիկայում ծննդաբերեն, բոլորդ էլ այդ գաղտնիք չի, որովհետև այնտեղ միանգամից դառնում են Ամերիկայի քաղաքացի։ Բայց ես կուզեի, որպեսզի մենք առաջին հերթին մեր երկրի այնպիսի հեղինակություն ունենա մեր երկիր եւ դրան մենք հասնելու ենք, որ տղա երեխան պետք է ծառայի իր երկրի զինված ուժերում։ Այստեղ խնդիր չկա։ Իմ տղան շատ բարձրակարգ տղա է քո պահմամբ։ Ուրիշ Հայկ Սարգսյանն ասում էր թող բարձրաստիճան պաշտոնյաներ։ Դու նրա գիտելիքների չափ որ ունենաս դու չես ծառայում։ Ուզում եմ Ինչ ասեմ, զտալյուն ԿՊ-ականի շատ տիպիկ օրինակ ոչ միայն այս պահով, սրանց ամբողջ գործունեությունն, ամբողջ հայտարարությունները, ամբողջ բանաձևերը, ամբողջ լոզունգները 180 աստիճանի տակ փոխված իրենց հակասելով, բայց կարողացել են 8 տարի, ուղիղ 8 տարի ժողովրդին խաբելով, իսկ ժողովուրդը սիրում է հավատալ։ Հա, ես մտածում եմ, որ մեր ժողովուրդը ակաժներով է սիրում։ Հա, ու դժվար է հավատում, որ իրենք խաբում են։ Ինքը սիրում է, որ իրենք խաբում են։ Ամեն դեպքում նենգաբար օգտվելով ժողովրդի թերությունից, այսենց հետևողականորեն ստելով, խաբելով վերեցին հասցեցին այս վիճակին։ Դե ինչ, գոնե հիմա մենք կարող ենք հակահարվածը տալ, արժանին պահանջել։ Եթե այո, նշանակում է իրենք իրավունք չունեին մեր հետ sense վարվելու։ Եթե ոչ, նշանակում է այն ինչ որ արվել է մեր նկատմամբ, դրա իրավունքը իրենք ունեցել են։ Եթե չեն էլ ունեցել, մենք այդ իրավունքը հիմա ենք տալիս։ 23 թվականի դրությամբ եւ 24 թվականի դրությամբ խնդրում եմ նայեք քարտեզին Կարինտակ ջուղը։ Այսինքն Արցախը դատարկելուց ուղիղ 1 տարի հետո։ Նայեք։ Բուլդոզերը ուղղակի ամեն ինչ մաքրեց։ Այսինքն է լինելու նաեւ Հայաստանի հետ։ Այսինքն է լինելու Սյունիքի հետ։ Ամբողջ Հայաստանի հետ, եթե մնաց Նիկոլ Փաշինյանը վերջապետ։ Սա բան չի, չափազանցություն չի, խնդրեմ նայեք քարտեզին։ Հիշում եք սրանց լոզունգը անջատում հանուն փրկության։ Հիշում եք։ Արցախն անջատում են, որ այս փրկեի։ Խնդրեմ, ինչ է լինում, երբ որ Նիկոլ Փաշինյանը փրկում է Արցախը անջատելով։ Նայեք 24 թվականի քարտեզին եւ պատկերացեք ինչ է լինում մի տարածքի հետ, երբ որ Նիկոլ Փաշինյանը փրկում է այդ տարածքը։ Նույնը սպասում է Հայաստանին, եթե Փաշինյան Նիկոլը կարողացավ վերազավթել իշխանությունը։
Այս տարածքում վստահ եղեք, կոնկրետ քայլակի մասին չի խոսքում։ Այս ճակատագրին պոտենցիալ արժանացող տարածքներում Հայաստանում ուրեմն լինելու են նաև ոստիկանների տներ, դատախազների տներ, դատավորների տներ, զինվորների, գեներալների տներ, որովհետև թուրքի բուլդոզերի համար մեկ է ինչա քանդում։ Լավ, եթե ձեր տները շատ լավն են, կարող է դա չքանդվի, դառնա իրանց համար շտաբ, մեկի տուն կամ մեկի համար բարձր հյուրանոց։ Կարող է, բայց դա չի նշանակում, որ մնալու է ձեզ։ Սա այնա, ինչ որ անում է թուրքը ցանկացած տարածքի հետ, որ ընկնում է իր ձեռքը։ Դա եղել է պատմականորեն միշտ նույն ձեռագրով։ Դա լինի Կիպրոսում գրաված, դա լինի Արցախում, որտեղ որ թուրքը մտել է, դա մասին Վիկտոր Հյուգոն է գրել դեռ, հարյուրավոր տարիներ առաջ, եթե թուրքը ստեղով, եթե տեսնում եք լավ վիճ, արյուն, սուկ, բան, դա թուրքն անցել ստեղով։ Հիմա այդ թուրքը ձեր հրավերով, էստի համեցեկաներով, դուք բերում եք, փորձում եք բերել մեր տուն։ Սա է սպասվում ձեր տանը, ձեր միջավայրին, ձեր գյուղին, ձեր քաղաքին, ձեր գերեզմաններին։ Վստահ եք, քարին տակում գերեզմաններն էլ եղել, հուշակոթողել է, ամեն ինչ եղել է։ Այս վիճակն է հիմա։ Լեմկինի ինստիտուտն է անդրադարձել կրկին Փաշինյան Նիկոլին։ Դատապարտելով Ցեղասպանության ինստիտուտի տնօրենի աշխատանքի ցեղասպանը զուտ նրա համար, որ ինքը ցեղասպանության մասին գիրք է նվիրել J.D. Vance-ին։ Փաշինյան Նիկոլ, լեգիտիմության առումով դու գիտես ինչքան խոսել ես։ Դու, ոչ միայն դու, Ալիևը, դու գիտեք ինչքան խոսել եք։ Այն հանգամանքը, որ ասենք Լեմկինի ինստիտուտը հիմա ասենք զորք չունի, որ գա քեզ կանգնացնի, դա ոչինչ բան չի նշանակում։ Բայց այն պահից, երբ որ քեզ պետք եղավ վիճարկել որպես լեգիտիմ մարդ ղեկավար դատելու համար, այս կառույցների գնահատականները որտեղ են պետք գալու։ Որտեղ որ արդեն զորքը անելիք չունի։ Զորքը չի կարողանալու քեզ փրկել, օրինակ քո ասենք Ենիչերիները, որոնք երազում են, որ իրանց տաները գյուղերը արժանանային ճակատագրին, ինչքան ինտակ գյուղը, իրանք քեզ չեն կարողանալու փրկել։ Սա ընդհանրապես եւս մեկ անգամ քեզ հիշեցում, որ դու միջազգային մասշտաբներով, միջազգային կանոններով, օրենքներով դու հանցագործ ես։ Եվ ոչ միայն դու, բոլոր նրանք, ովքեր շուրջդ պատտվում են, զիլին են պալում, քեզ աջակցում են, կներեք բարիս համար էշեշ դուրս են տալի եւ այդ կարգի էշերներ իրենց լսում ու ականջներով ծափ են տալի, բոլորը դուք միջազգային ստանդարտներով մարդասիրական օրենքների առաջ, բոլոր իրավունքի առաջ, դուք բոլորդ հանցագործներ եք, ձեր հետ խոսալու մենակ մի բան կա, մի բան, դուք պետք է գրեք ցուսմունք, ուրիշ խոսալու բան, թեմա, գոյություն չունի։ Այն հանգամանքը, որ հիմա ձերքը մեդիա կա, դուք կարողանում եք սենց դուրս տալ ինչ ուզում եք, դա դեռ ոչինչ չի նշանակում։ Այդ մեդիան գիտեք ինչ հրեշների ձեռքում է եղել։ Դուք ոչ առաջինն եք, ոչ վերջինն եք։ Եվ այսպես Ալիևը վերադարձել է թրիփի թեմային եւ Ղազախների հետ արդեն քննարկում է թրիփի իրագործումը։ Թվում էր, թե բոլորը մոռացել են մի պահ թրիփի մասին, որովհետեւ մտածում են արդեն անիմաստ է, ինչ թրիփ, ինչ բան, հա։ Բայց երևի ոգևորված լինելով Թրամփի հայտարարություններով, որ հեսա ես Իրանը վերածում եմ դժողքի, վերադարձում եմ քարեդար, Ալիևը լուրջ հավատալով դրան սկսել է դրա մասին խոսել Ղազախների հետ։ Դե ինչ։ Թուրքական աշխարհի մի մաս է կազմում նաև Ղազախստանը, չնայած առանձնապես ագրեսիա չունի Հայաստանի նկատմամբ, բայց եթե ճանապարհ գալու հնարավորություն կա, գուցե եւ իրան դա հետաքրքիր է, ինչ եմ ասում գուցե, որովհետեւ դա առանձնապես ոչինչ չի փոխում իր առևտրային շրջանառության մեջ։ Բացարձակապես ինքը սահմանների խնդիր չունի, առևտրային ճանապարհների խնդիր չունի, այդ ճանապարհը միակ որ երկրները որ ծառայում են, դա Ադրբեջանն ու Թուրքիան առանց հետաքրքրված
իրար միանալու համար Հայաստանը սպանելու նպատակով, եւ երրորդ երկիրը պատվիրատու է Իսրայելն։ Ամերիկայի Միացյալ Նահանգներն այստեղ չկա։ Ինքը ընդհանրապես հաշիվ չի գլոբուսի վրա Ամերիկայի Միացյալ Նահանգները որպես երկիր կա, բայց ինքը որպես սուբյեկտ գոյություն չունի։ Սա մասին առանձին մենք խոսալու ենք։ Եվ այսպես անց վերադարձել են իրենց օրակարգին վստահ լինելը, որ սա կատաղած բառն եմ օգտագործում, ոչ թե բացկացած, հա։ Կատաղած, այն փրփրած Թրամփը հեսա Իրանը վերադարձնել է քարե դարի եւ իրանք կարող են իրականացնել իրենց թրիպը։ Բայց կարծես ժամերի ընթացքում էլի փոխվեց աշխարհը ու հələ տեսնենք ինչ է սպասում սրանց։ Բայց այս մասին միանգամից արձագանքելա գիտեքով ես ցույց տամ։ Զորապ Նացականյանը, որը 2018-20 թվականներին եղել է Նիկոլ Փաշինյանի արտաքին գործերի նախարարը, որի ժամանակ է պլանավորվել ամբողջ հարաբերությունները արտաքին աշխարհի հետ, որը հիմա խոսում է, որ ճիշտ օգտագործման դեպքում թրիպը կարող է նվազեցնել Հայաստանի տնտեսական մեկուսացումը, սա ասում է Զորապ Նացականյանը, ու խոսում է, որ այս ճանապարհով մենք բեռներ կարող ենք տանել բերել Ղազախստան, Թուրքիա, Ադրբեջան, Չինաստան, նույնիսկ այս ճանապարհն էլ մեզ պատասում էլի, դրա համար ես ուրիշ բան ունեմ հասցնելու Զորապ Նացականյանին, քո մասին հազիվ մոռացել էինք, քանի դեռ եկել ես, քանի որ եկել ես, կարող պատասխանես 2019 թվականին, որ դուք Միսկի խմբի կողմից առաջարկություններ ստացաք Արցախի հարցը լուծելու, ֆանտաստիկ առաջարկ, ինչո՞ւ միշտ եղել է, ինչի՞ չեք պատասխանել, Նիկոլ Փաշինյանը, որ հայտարարում է դուք ձեր հարաբերությունները, բանակցությունները սկսում եք զրոյական կետից, այդ որ կետներ, դու որ կետից ես սկսել Զորապ Նացականյան բանակցությունները, չէ՞ բանակցությունները դու ես վարել, ոչ թե Նիկոլ Փաշինյանը, դու ես արտաքին գործերի նախարարները, երկու հարց քեզ, ինչի չեք պատասխանել կամ չեք ընդունել Միսկի առաջարկությունը եւ այդ որն է զրոյական կետը, որ մեզ բերեց, հասեց այս կործանմանը։ Եվ որ Նիկոլ ասում ես արդեն որոշել էի, որ պետք է լիներ։ Դու իր այդ որոշել էիր, թե դու տեղյակ չէիր տեսնում ինքը ինչ անում։ Դու ես, չէ՞, պատասխանատուն արտաքին գործերի, այո։ Դու ես, չէ՞ որ պատերազմի ժամանակ եկար հասար Ամերիկայի Միացյալ Նահանգներ, եկար հասար Մունատ եկար։ Դու ես։ Փոխանակօգնություն խնդրեիր պատերազմը կանգնացնելու կամ զենք տալու։ Դու ես, չէ՞ պատերազմի ժամանակ, որ հանդիպում էիր ձեզ օգնություն առաջարկող երկրի դեսպանների հետ, դու ես։ Քեզ չեն ասել, որ դու պատերազմական հանցագործ ես։ Դե ես հիշացնեմ քեզ։ Հիմա էլ եկել ես, թրիպ ես քարոզում։ Դե քանի եկել ես քեզ ասեմ։ Թրիպը չի լինելու։ Ինչքան էլ ուզում ա քեզ ուղարկած լինեն այդ քարոզելու համար։ Դե քեզ հասկանում եք, չէ՞, Զորապ Նացականյանին ով կարող ուղարկի։ Ով իրան նշանակել է աշխատանքի։ Կրեմլը։ Չի լինելու։ Գնացեք ձեզ պատեպատ տվեք ու այսօրվանից սկսեք մտածել իմ առաջարկած հարցերի վրա, որտեղ այս հարցերը կան, Ճիվաղը ինքն է ցույց տվել 19 թվականի Միսկի խմբի առաջարկները, որը կամ դուք մերժել եք, դրա համար պետք է բացատրություն տաք, կամ դուք չեք արձագանքել, ասել եք ապեջան, այս մեզ պետք չի, մենք ուզում ենք ամեն ինչ տանք, չես տանք, ինչ Արցախ, ինչ բան, ինչ հանրաքվե, ինչ ինքնորոշում, մեզ դա պետք չի։ Այս հարցերի պատասխանները, քանի որ եք առնգալ մեջտեղ, պիտի տաս։ Հետևաբար հարգելի լրագրողներ, ոսանից հարցազրույց եք վերցնում, մտեք հարցրեք։ Դու տեղյակ ես, որ դու Նիկոլ Փաշինյանի պատերազմական հանցագործ ես։ Որ մենք ոչ մի բան չենք մոռացել։ Հիմա ես ուզում եմ լսենք միասին Կարինե Գևորգյանին։ Մի հատված ընդամենը։ Очень все было прямо горячо. Нет, он приехал сказать до свидания. А ему говорят, ну как же так, у нас ЕАЭС. Այս Փաշինյան Նիկոլի մասին է խոսքը։
Но уже ответили в Ереване, что мы никуда не выйдем, ни с ОДКБ, ни с ЕС. А Лен Симонян уже сказал об этом. Буквально после Ну не визита. выйдут, и что? Да, и тишина. А при этом позиция у нас будет... А если сейчас вот этот Зангезурский коридор начнут пробивать, а ведь Азербайджан захватил части территории Советской Армении. Կարինե Գեորգյանը տարածաշրջանի լավագույն մասնագետներից է, գիտակ, տեղյակ ամեն ինչից։ Այո, ինքը Պուտինյան Կրեմլի պրոպագանդիստներից է, բայց այս հարցում կպարզ ասում է, որ այս քաղաքականությունը վարողները կրակել են իրենց ոտքերին Հայաստանի հարցում։ Հիմա ասում է, ինչ կլինի, եթե Զանգեզուրի միջանցքը վերցնի Ադրբեջանը ու բացի։ Есть такие участки, и немало, Պլյուս ասում է, որ Ադրբեջան արդեն գրավել է հսկայական տարածքներ Հայաստանից։ километров квадратных. Moskva молчала, ОДКБ молчала. Մոսկվան լուր է, բանը, հապկը լուր է։ Հիմա հարց Փաշինյան Նիկոլին։ Դու որ Պուտինի հետ նստած նեղանում էր Արցախի հարցով, որ ասում ես դու ես տվել որ հանձնել եմ, դու ես ասել որ ես հանձնել եմ։ Բայց մեր հապկի հետ խնդիրը Արցախի հետ կապված չէր։ Հայաստանի անեքսիայի հետ էր կապված։ Ինչ չխոսացի դրա մասին։ Թե Հայաստանի տարածքները գրավելը դա անեքսիա չէր։ Վախեցած վզակոտի տա Ալիևը։ Հիշում եք չէ՞ խոսակցությունը, որ Պուտինն էլ արդարանում էր, ասում էր դու ես ճանաչել Արցախի, ես ինչ կապ ունեմ այդտեղ։ Բայց հապկը Արցախի հետ կապ չուներ, հապկը կապ ուներ Հայաստանի զուտ Հայաստանի տարածքի անեքսիայի հետ կապված, որ երկուսն էլ չխոսացին։ Правильно? At Frontiers. Есть такие участки, и немало, километров квадратных. Москва молчала, ОДКБ молчала. Правильно? Да, Это уже захвачено. Но это как будто бы не... Это вот под шумок карабахских этих событий было сделано сразу. И били по территории самой Армении. Москва молчала, ОДКБ молчала. Все. выборы могут изменить Да, эту поэтому ситуацию? Пашинян тем самым повысил свою популярность, хотя он очень непопулярен в Армении. Из-за, опять-таки, карабахских событий. Вот тут он, оп. И он приехал в Москву сказать, давай, до свидания. И если вот это все произойдет, он скажет, ау, Москва! А что сделает Москва? И тогда что сделает Ереван? Скажет, ну что же, зачем нам 102-я база, это ваша? Խոսքով իր անհանգստություն ինչից է, որ եթե Մոսկվան այսքան пассив է արձագանքում, մի օր հարց է առաջանալու, այդ 102-րդ բազան բա ինչ է մարա Հայաստանում, թերապես ինչ իմաստուն այնտեղ պահելը։ До свидания, 102-я база. И до этого дойдет? Да, я уже говорила. И давно. Что? Смотрите, говорила я, после Карабахова будет Сирия. Нас отсекают. И так оно и произошло. А у нас был треугольник Крым, Армения и Сирия, который был под нашим фактически контролем, вот такой триангуляр. Все, выбили, да, Карабах, соответственно, Армению. Все понятно. Я не вопрос, это уже не вопрос, чей Карабах, слушайте. Это вопрос. Ինձ ասում որ Արցախ հանձնելուց հետո միասին մենք Հայաստանն ենք հանձնել փաստորեն Մոսկվայանից։ Просто безопасности России был. Один из депутатов Госдумы мне сказал, но не на камеру, что мы допустили стратегическую ошибку, отдав Карабах. И что толку? Մի պատգամավոր ասում է ասել է որ մենք ստրատեգիական սխալ տվեցինք Արցախը տալով, ասում է եւ ինչ դրանց ինչ է փոխվում։ Это ошибка, которую я не могу себе пока представить. Какие нужны обстоятельства, чтобы малой кровью ее исправить? Դա ասում եմ, չեմ պատկերացնում այդ սխալը ուղղելու համար ոնց է հնարավոր, քիչ արյունով դա ուղղել։ Ինչ ասեմ, բոլորը հասկանում են ինչ են արել, բոլորը հասկանում են ինչ խալաթ են արել այդ նկատմամբ, բայց երկը չեն տեսնում։ Դե Կարինե Գևորգյանը իհարկե Ռուսաստանի քաղաքականությունը որոշողը չի բնականաբար, բայց ինքը հասկանում է, որ այս քաղաքականության արդյունքում Ռուսաստանը կորցրել է Հայաստանում ամեն ինչ, այսինքն ցանկացած
լեգիտիմ լծակ, բացի իր ագենտուրայից բնականաբար, որը մեծ բան չի կարողանալու անել, մեծ հաշվով, որովհետև առ այսօր ժողովրդին մեզ ստիպել են տվել իրենց օգտին քվեարկելու մենակ մի բանի համար, որ Ռուսաստանն է պահում Արցախը։ 23 թվականից հետո արդեն այդ հիմարությանը հավատացող չկա ոն։ Բայց մինչ այդ սա ինչ անում։ Այսօր էլ դուրս եկել Ալմավիրի փողոցները, ես ձեզ հետաքրքիր բան եմ ցույց տալու այստեղ։ Իբր դուրս եկել հանդիպման։ Ֆանտաստիկ կադր է։ Ես ձեզ ուզում եմ ցույց տամ։ Բոլորը մեջքով են կանգնած։ Մի հատ նկարիչ է, Պապիկյան Սուրիկն է, Ալենն է, բոլորը մեջքով են կանգնած, այսինքն մի ահագին դիստանցիայի վրա պահել են ժողովրդի, որ հանկարծ մոտիկ չգա։ Հերթով ինչ որ եթե մեկին ճանաչում են, մոտիկ թողել կգնա կամերայի համար կնկարվի, պատկերացեցիք, բայց ինչ անտաղանդ եք դուք։ Ինչ անտաղանդ եք, ձեր ամեն ինչն է փնթի։ Մարդ չկա, մեկ իլյանցից բերել են, կապայատը։ Իրանք իլյանցը, հատել երեխա, բացի երեխակից, Լենին լուբիլ դիզե, բացի երեխակից ոչ մեկին չեմ չոնում, դե երեխակի ինչ պետք է ասեն։ Երեխակի ինչ պետք է ասեն, ինչ հարց պետք է տան իրան։ Դիստանցիայի վրա ոչ մեկ չկա, իրան ինքն էլ խոսում է իրանց բերացների հետ, մարդ չկա կողքը, ասում եմ, հերվից փակած ամեն ինչ, բլոկա, թողում են մեկ-մեկ, երեխա կամ իրանցոս մեկին, կապեական, որ գնա, բալեպտա, որ ցույց տան, Լենինը սիրում էր երեխաներին, այո, եւ ժողովրդի հետ դրան շփվում էր։ Ես չեմ ուղղակի կարծում, որ էսի մեծ մասշտաբների վրա, մասսաների վրա աշխատում է այս կարգի պրիմիտիվ գործունեությունը։ Նայեք։ Հերվից։ Բոլորը հերվից են նայում, հերվից, արկեն բաց են, էսին եք։ Գիտես լորվա մարս կենտրոնը որն է։ Բա, գիտես լորվա մարս կենտրոնը որն է, կապիկություն։ Որովհետև սենց է լինում, երբ որ ինքը մարդու է հանդիպում, անկախ իրենից։ Սաղորդանս գիշերով մեկ է դախր ոնց կնես երեխեքին սաղորդանս գիշերով մեկ է 30 տարի Այդ երեխեքին պետք է տանել մի երեխա առաջիկա տարեկան դպրոցի ժամը 12-ին է վերջանում։ Դե դրա համար ձեր ազգանունը ի՞նչ է։ Միրզոյան։ Եկել է համոզի, թե ինչքան կարևոր է դպրոցները փակելը։ Ասում են, արա դու որ ես գյուղի դպրոցը փակում ես, գյուղը դատարկվում է։ Այս երեխեքին առավոտ շուտով մենք ոնց ենք տանում դպրոց։ Ուրիշ գյուղ կիլոմետրներով հեռու։ Դու ես ինչ ես անում այդ գյուղերի հետ։ Ինքը հիմա պետք է համոզի, որ գյուղի դպրոցը փակել է եւ գյուղը դատարկել է, դա իր շահերից է։ Հիմա եկել է համոզի։ Դրա համար մենք Պարմեզյան, եկեք լսենք իրա։ Դրա համար մենք ասում ենք դուք պետք չի տանեք։ Մենք նոփ-նոր նոփ-նոր։ Լսեցիք, նոփ-նոր։ Դուք ես բառ գիտեք դուք։ Կրթությունից է խոսում, որ ինքը չլինի են լրագրողները 4 ժամ հետո ֆայլաբազարում են աշխատելու։ Սա այս մարդն է, նոփ-նոր։ Բառը հոդին է, ֆայլաբազարի ներկայացիչը, հիմա, իդեմս ես վարչապետ խաղացող ես դերասանը, որը կրթությամբ թողնել ինձ ֆայլաբազարի աշխատողները, բայց ինքը կարող էր հանգիստ ընդեղ լինել, և ընդեղ կարող է շատ ավելի արժանավոր մարդ լինել վարչապետի պաշտոնի համար։ Սա նոփ-նոր բարձր հոդինացը լրագրողներին սպառնում էր, որ իրա չնելու պարագայում իրանք աշխատանք չեն ունենալու։ Դե հիմա կարելի է հասկանալ, որ այս կրթություն ունեցողի համար լրագրող կարան աշխատեն մենակ ֆայլաբազարի մակարդակ ունեցողները։ Շնորհակալություն լսենք։ Տանային արտադրության ավտոբուսը, միկրոավտոբուսը կառնենք, վարորդի պրոֆեսիոնալ հատկությունն էլ կստուգենք։ Մենք նոփ-նոր գործանային արտադրության ավտոբուսը, միկրոավտոբուսը կառնենք, վարորդի պրոֆեսիոնալ հատկությունն էլ կստուգենք,
Գործարանային արտադրության դուք այլ ավտոբուս գիտեք, նոփ այլ արտադրություն գիտեք, որ ասենք գործարանը չի արտադրում, ասենք այլ հացի փուրը։ Հետո վարորդի որակներն էլ պետք է ստուգեն։ Հələ պետք է անեն։ Իրանք հələ նախ կփակեն, հետո կանեն էլի։ Հետո կան, տես բաներ են անել։ Օրինակ այդպես միջև հիմա ասենք Աջափնյակի մետրոյի կայարանն են սարքում։ Իմջանոց այդպես արդեն եք դպրոցներ փակել են, որ երեխեքը կողքի գյուղերն են գնում դպրոցում։ Անցած անգամ խոսացի, չէ՞։ Բանը Թայլոտ գյուղի եւ կողքի գյուղի դպրոցների մասն է խոսքը։ Մերձավանի։ Երեխեքը կիլոմետրներով քայլում են։ Երեխեքը։ Հիմա եկել է որ նոփ հələ նոր պետք է ավտոբուսներ առնեն, բայց այն ինչ որ եղել է արդեն դա հաշիվ չի, վերջ, դա հաշիվ չի։ Բայց այս գյուղի համար հատուկ իրանք անելու են։ Ուղեկցող էլ կնշանակեն, կմտնեն առավոտ երեխեք իրենց բակերից։ Բավոնց։ Միկրոավտոբուսով կտանեն որ ժամին որ պետքա։ Հետո երեխեքը դասերը սովորած, սնված, խաղացած, շփված կգան տուն, հետո առավոտ կգնան։ Շաբաթ կիրակ էլ իրանց գյուղում։ Բայց դա նույնը կարելի է գյուղում անել, չէ՞, գյուղը որ դատարկվեց մի լուսավոր Պետք է կարելի է գյուղում անել, չէ՞, բայց գյուղը դատարկվեց, այդ ամեն ինչ ում համար է սանում։ Լսեք հարցը Ինչ է պետք է դատարկվի։ Կներեք, որ եթե դպրոցը հարգելիս ես շատ հարգում եմ։ Ես ձեր համախոհ կներեք, էլի դուք դպրոց եք մնում։ Ինչ։ Ասում եք գյուղացին գյուղացին դպրոցը հարգելիս Երեխեքների համար եմ ասում։ Երեխեքի մնան դպրոց գյուղը։ Հազարավոր մարդիկ դադարվեց գյուղը։ Պարոն Միրզոյան, հազարավոր մարդիկ գյուղերից դուրս են գալիս, գնում են Երևան ապրելու մենակ այն պատճառով, մի րոպե, որ իրենց երեխեքը նորմալ կրթություն ստանալու հնարավորություն չունեն։ Դրա համար մենք կա հազարավոր գյուղացի թողում է գյուղը, երեխուն տանում է դպրոց, որտեղ նորմալ կրթություն փաստորեն դուք չեք կարողանում գյուղերում նորմալ կրթություն ապահովել։ Գիտեք ինչի։ Դա գիտեք, որտեղ հանցագործ եք։ Կառավարությունը խոստանում է, որ հազարավոր գյուղացի թողում է իբր քաղաք է գալիս, գյուղը որտեղ նորմալ կրթություն չի կարող ապահովել։ Կառավարությունն է, ոչ թե ծնողը։ Այդ կրթություն ապահովողը դա կառավարությունն է, ոչ թե ծնողը։ Այս գյուղերի, այն տեղերում, որտեղ բավարար թվով երեխեք չկան, գոնե 100-200 աշակերտով, կառուցում են կրթահամալիրներ, ավտոները տալիս են։ Շնորհակալ եմ, երրորդ տեսնում եմ հարևան գյուղերում բոլոր մանկապարտեզներ եք սարքում, դպրոցներ եք սարքում, ամեն ինչ սարքում եք։ Այս գյուղը մենք 100 տարի գազ չենք ունեցել, շնորհակալություն ձեզ ունենք։ Այս ասֆալտը որ գնում է գերեզմաներ չունենք։ Դպրոցների հարցն էլ տենց են լուծել։ Հիմա այդ դպրոցի Դպրոցների հարցը տենց են լուծել։ Փակել են բոլոր դպրոցները, մանավանդ սահմանամերձ շրջաններում, մանավանդ Սյունիք, Գեղարքունիք, նույն տարածքները, որոնք պետք է դատարկվի։ Այս մարդը եկել է բոլորին ասի, որ մենք ձեզ գյուղերը ախպետ դատարկելու են, գիտեք ինչի։ Լսեք էլի։ Որտեղ տարվա կեսը ձուն է։ Ինչ է սա պետք։ Ասենք հա, թե ասենք չէ, մենք սեր ջրի 30%-ի համար պատերազմ։ Որտեղ սրա համար է սարի գլխին տալու մենք կլոր ձուն է, իրան էդի պետք չի, ինչն է սա պետք։ Տանկետի Թուրքին, ինչն է սա պետք։ Ինչն է դա պետք է գյուղը։ Դա էլ են դատարկելու։ Այս մարդուն ոչ իման պետք չի, գիտի Հայաստանը իր բանա, Բոստանն է։ Այո։ Մարդ մտավոր էսթետիկական բարոյական որ աստիճանի պետք է լինի, որ սրան հավատա ու աջակցի, մատ ինձ ասեք էլի։ Դավիթի վիճակն է ծանր։ Եկեղեցուց բանտ ապա հիվանդանոց տեղափոխված 18-ամյա պատանու առողջական վիճակը մնում է մտահոգիչ։ Ինքը չի նստում, մենք իրեն պարկաստեղը եթե կերակրում են կամ մայրապետները կամ ես։ Չի կարող նստել երեխան։ Սակայն գլխավոր դատախազն ու կրթության նախարարը դեռևս չեն արձագանքում փաստաբանների կալանքը փոխելու հրատապ պահանջին։ Տերորիստ է։ Terrorist են բռնել։ Հրատապություն դրանում է դատախազությունն էլ ասում է 30 օրվա ընթացքում կպատասխանեն։ Սենց հարցը 30 օր է պետք իրանք քննարկեն։ 30 օր մարդու առողջական վիճակը անհամատեղելի է այդ պայմանների հետ։ 30 օրը կպատասխանեն։ Չեք հասցնի պատասխանել։ Դուք այն ժամանակ կպատասխանեք, բայց արդեն դատախազի հարցերին։
Հա, դուք սենս պատասխանել եք, բայց արդեն դատախազի հարցերի։ Իսկ երեխեքը միևնույն ժամանակ սա դասընկերներն են։ Փոքրել եք եք այս կողմ ու առաջ, հա, եթե կարելի։ Իսկ աղա Ահլյան փորձեմ։ Հա, ընթացեք, եթե ասում եք Մեր նամակը ՀՀ գլխավոր դատախազ Տիկին Աննա Վարդապետյանին։ Մենք ուսուցիչներս, ծնողներս, դասընկերներս եւ պարզապես քաղաքացիներս դիմում ենք ձեզ մեծ ցավով եւ անհանգստությամբ։ Ծաղկազարդի տոնին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի գործով կալանավորված դպրոցական Դավիթ Մինասյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է եւ այս պահին նա գտնվում է հիվանդանոցում։ Նրա կյանքը եւ առողջությունը իրական վտանգի մեջ են եւ բժիշկների մշտական հսկողության կարիք ունեն։ Այս իրավիճակում նրա նկատմամբ կիրառված կալանքը մարդկային տեսանկյունից դառնում է ծայրահեղ ծանր եւ անհանգամանչափ միջոց։ Մենք հավատում ենք, որ այսպիսի հանգամանքներում առաջնային պետք է լինի մարդու կյանքի եւ առողջության պաշտպանությունը։ Դավիթ Մինասյանը բարեխիղճ, կիրթ, պատասխանատու աշակերտ է, որ մշտապես աչքի է ընկել իր դրական վարքով, կրթության նկատմամբ լրջությամբ եւ շրջապատի հանդեպ հարգանքով։ Նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը մեծ անհանգստություն է առաջացրել ինչպես դպրոցական համայնքում, այնպես էլ հասարակության լայն շրջանակներում։ Մենք համոզված ենք, որ Դավիթ Մինասյանը հանրային վտանգ չի կարող ներկայացնել եւ արժանի է արդար ու մարդասիրական վերաբերմունքի։ Խնդրում ենք վերանայել նրա նկատմամբ կիրառված կանանքի միջոցը եւ նպաստել նրա ազատ արձակմանը, հաշվի առնելով նրա ծանր առողջական վիճակը եւ ապահովելով արդարության եւ իրավականության սկզբունքների պահպանումը։ Վստահ ենք, որ ձեր կողմից կընդունվի արդար եւ մարդասիրական որոշում, քանի որ արդարադատությունը պետք է առաջնորդվի ոչ միայն օրենքի տառով, այլև խղճի մտոք։ Հարգանքներով Դավիթի ուսուցիչներ, ծնողներ, դասընկերներ, հասարակության ներկայացուցիչներ։ Ավելի քան ներքին վստահությունն է, որ այդ նամակը իրենք ուղղակի չեն էլ կարդալու, կշպրտեն մի կողմի վրա։ Բայց դա չի նշանակում, որ այդ նամակները պետքա չգրվի։ Պետք է նամակները գրվի, որ երեխեքներ իմանան, որ իրենց նամակները կարող են արժանանալ այդ ճակատագրի, երբ իրենք չեն ընտրում իրենց իշխանություններին։ Այս վստահ եմ, որ այս երեխեքի ծնողներից ոչ բոլորն են գնացել ընտրությունների ժամանակին, ոչ բոլորն են հասկացել, որ Նիկոլ Փաշինյանին չի կարելի ձայն տալ։ Հուսով եմ, նույն սխալը այս երեխեքը չեն կրկնի։ Այո, նամակներ գրել պետք է, այո, պայքարել պետք է, որ հասկանալ, թե ինչ կարևոր է քո մասնակցությունը ընտրություններին։ Սա ճանապարհը, որ մենք բոլորս պետք է անցնենք, որտեղ մեզանից առաջ էս չեն արել մեզ համար։ Հա, երեխեք ջան, մեր ծնողները, ձեր ծնողները, այսինքն մենք ձեր համար, ժամանակին էլ մեր համար էս ամեն ինչը չեն արել։ Հա, մենք զրոյից ենք սկսում, գուցե մենք նաև մինուսից ենք սկսում նույնիսկ։ Հա, այս բեռը ընկել է մեր ձեր վրա։ Պետք է արվի։ Որովհետև եթե չանենք, սա է պատահելու մեր հետ։ Նայեք, երբ ինչ է լինում, երկիրը բանակ չի ունենում, կամ ունենում է ոչ բավարար քանակությամբ։ Այսօր Իսրայելը 100-ից ավել 110 հատ կարծեմ հրթիռ է բաց թողել Լիբանանի վրա։ Սպանվել է 120 հոգուց ավել մարդ, 700 հոգի վիրավորել է։ 110 հրթիռ։ Պատկերացնեք, ավիացիայով Լիբանանը ռմբակոծում են։ Ինչի Լիբանանը, որտեղ Լիբանանը չունի իր այն բանակը, որ կարող է պաշտպանի Իսրայելից։ Լիբանանում Հեզբոլլան է, Հեզբոլլան առանձին զինված խմբավորումը չի ենթարկվում Լիբանանին, բայց Հեզբոլլայի համար ռմբակոծում են Լիբանանը, գիտեք ինչի, այդ տարածքն է իրանց մեջ, Հեզբոլլահը ստե կապ չունի։ Կռիվը Հեզբոլլայի չի, սա ցեղասպանությունը աշխարհի աչքի առաջ, ու հետաքրքիր է գիտեք որն է, որ ռումբ են գցել գերեզմաններում, երբ որ մարդիկ հավաքված էին թաղման ժամանակ։ Ոչ մեկ աշխարհում չի կարող ինձ համոզել, որ ինքնաթիռներով 110 ռումբ են գցել Հեզբոլլային վերացնելու համար Լիբանանի մեջ։ Ոչ մեկ։ Այո, մենք գործ ունենք ցեղասպան երկրի հետ, որի նպատակը սա է։
Հիմա ես ասեմ իմ վերաբերմունքն ու կարծիքը, որ էլ ոչ մեկի մոտ ոչ մի կարծիք այսինքն ուզում եմ առաջանալ, բայց ես հիմա կասեմ ինչ է կատարվում։ Այս քարտեզը տեսնում եք։ Սա Իսրայելի զինվորների ուսին ուսադրին կծրած քարտեզն է։ Իրանց մեծ Իսրայելն է, որը Եփրատից մինչև Սիոնա գնում։ Այս իրանց երազած քարտեզն է։ Ու ստեղ մտնում է նաև Լիբանանը։ Ստեղ մտնում է նաև Հորդանանը, Օմանը, Սիրիան, Իրաքը, Թուրքիայից մի մաս, Եգիպտոսը։ Իրան քանդելու են, ավիրելու են, սպանելու են ամեն ինչ ու դան մասին բարձ ասում են, որ իրանց նպատակները իրականանան։ Ու այս ճանապարհին մի հատ խոչընդոտ կա իրանց։ Մի հատ, դա Սիրիան չի, Եգիպտոսը չի, Հորդանանը չի, Լիբանանը չի, մի հատ խոչընդոտ կա, դա Իրանն է։ Մի հատ խոչընդոտ։ Աշխարհում ոչ մի խոչընդոտ չունի Իսրայելը, որ սա իրականացնի։ Ու այս ամբողջ տարածքում պիտի իրենցից բացի ոչ մեկ չապրի։ Պիտի չապրի։ Պետք է ուղղակի մաքրեն։ Հիմա ոնց են քանդում Պաղեստինի տարածքը։ Քանդում։ Մարդկանց հանում են տներից, ձերբակալում են, դատում են, որոշումներ ընդունել են, որ պիտի կախեն, օրինական։ Սա այս երկրի նպատակն է։ Ով ինչ ուզում է, թող խոսա։ Իրենք չեն էլ թաքցնում։ Իրենք բարձ ասում են, որ սա է մեր նպատակը։ Այս ռմբակոծում ավիրում էին Իրաքը, բանի ձեռքով, Ամերիկայի Միացյալ ձեռքով, Միացյալ Նահանգների ձեռքով, հետո Սիրիան, հա, հիմա Լիբանանը, բարձրացնելու են Հորդանանին, չկասկածեք։ Հետո Եգիպտոս։ Էլ ընդեր հետո ասել են, չէ, նախատե, հիմիկվանից ասում են, հաջորդը Թուրքիան է։ Բայց Թուրքիան դեռ մի փոքրիկ մաս է, ոչ թե ամբողջը։ Այդ էլ կարող է մի բան տան, Թուրքիա մի բան պոկի, ասենք Հայաստանը տան, Իրան, այդ տարածքի դիմաց։ Թուրքիան հանգիստ կտա, խնդիր չկա։ Սա է սրանց նպատակը։ Ու այս նպատակի համար իրանք պետք է վերացնեն ուղղակի Իրանը։ Եթե Իրանը չի վերացնել, այս նպատակը անիրագործելի է։ Այս պատերազմը Իրանի վերացման եւ Իսրայելի ստեղծման համար է։ Եվ ստեղ Թրամփի նման կապիկները, որ գոռում են, վենեկն են ուզում պատրեն, կոկորտն են պատրում, ոչ մի դերակատարություն չունեն, բացի հրամաններ կատարելուց։ Երեք որ ինքը հայտարարեց, որ եւս 2 շաբաթ ժամանակ է տալի։ Ինքն է որոշում։ Ինքն է ժամանակը տալիս, ասենք ռմբակոծում են, դու ինչ ուզում ես այնտեղ խոսա, բայց իրանք իրենց գործն անելու են։ Կարող է 2 շաբաթ ժամանակ տան Իրանի վրա չհարձակվի, բայց մեկը իրանք շարունակելու են իրենց ցեղասպանությունը։ Սա ցեղասպան երկիր է, այսինքն երկու ձև է դրած, երկու տարբերակ կա։ Պատերազմի ավարտին կամ Իրան, կամ Իսրայել։ Հիմա ավելի հստակ է կամ Իրան, կամ Իսրայել, որովհետև Իրանը հայտարարեց, եթե դու շարունակելու ես ռմբակոծել Լիբանանը, մոռացի ցանկացած զինադադարի մասին։ Չի լինելու։ Հիմա Ամերիկան պետք է վենեկը փրկի Թրամփը, որովհետև այն ինչ որ ինքը պայմանավորում է, Իսրայելը թքած ունի։ Թրամփը պետք է պատասխան տա դրա համար։ Իրան չընտրողներին, Իրան ընտրողներին ու impeachment-ը հասունանում է էնել ոնց։ Էնել ոնց է հասունանում, ինչ արագությամբ։ Եվ այսպես եզրափակենք այս մասը։ Պատերազմը մի ելք ունի, մի կողմի հաղթանակը, ու դա չի լինելու Իսրայելը։ Չի լինելու։ Հիմա ով սիրում է մոլեքին, ով չի սիրում մոլեքին, ով ում ուզում է ցոսի, ով սիրում է հրեաներին, չի սիրում հրեաներին, ստե ընդհանրապես կապ չունի, բացարձակապես։ Ես ոչ ատում եմ հրեաներին, ոչ էլ սիրում եմ մոլեքին։ Սա աշխարհակաղակականությունն է։ Ու իմ երկրի համար պետք է առաջնայինը եւ կարեւոր է, որ պարտվի Իսրայելը, ոչ թե Իրանը։ Որովհետեւ այն որ շատ է նեղվում շակերտավոր մոլլաների հաղթանակից։ Թող մեկ պատկերացնի մի բան, ինչ կլինի Հայաստանի վիճակը, եթե հանկարծ Իրանը ընկնի։ Թող մի պահ պատկերացնի։ Թողում եմ ամեն ինչ մի կողմ։ Արեք մի հատ էգոիստաբար մեր դիրքից նայեք։ Պատկերացեցիք։
պատկերացրեցիք, կլինի այն ինչ որ հիմա Իրանում է կատարվում, Գազայում է կատարվում, այն ինչ որ հիմա Լիբանանում է կատարվում։ Այս ամեն ինչը սրանք բան չի, հեքիաթ չի, ուժս ֆիլմերից չի, սա իրականություն է։ Իրականություն է, որոնք մարդիկ անպատիժ ամբողջ շենքեր են ավիրում։ Մի օրվա մեջ 120 մարդ են սպանել, 700-ն են վիրավորել են, ռմբակոծում են, սփում են գերեզմանում հավաքվածների վրա։ Համասեին փնտրում են, հա։ Լիբանանի վրա Իսրայելի հարձակումներից հետո Իրանը դադարեցրել է Հորմուզի նեղուցով նավարկությունը։ Ինքը թողել էր փողի դիմաց։ Այս զինադադարը ընդունվել էր բանի կողմից, Տրամպի կողմից, ինքը գոռաց լրիվ բանի պայմաններով, Իրանի ուղարկած պայմաններով։ Ամբողջական։ Հարձակումներից հետո դադարեցրել է։ Վերջ, դու չես կարող իմ հետ պայմանավորվել, ոչ մի ձևի, քանի նա դեռ ռմբակոծում է, դու չես կարող։ Ուրեմն հիմա Հորմուզի նեղուցի հակվելը ուղիղ կապում է Իսրայելի գործողությունների հետ։ Ձեզ թվում է Թրամփը կարողանալու է ազդի Իսրայելի վրա։ Ոչ։ Ով է Թրամփը, որ ազդի։ Եվ աշխարհը պետք է հիմա կանգնացնի Իսրայելին։ Կամ կկանգնացնի, կամ ստանալու է ինչ որ ստանալու է։ Ընդ որում ինքը ստանալու է պատերազմ։ Աշխարհը չի, Իսրայելը։ Այս պատերազմը նույնիսկ եմ ասում, մի երկ ունի։ Երկու երկրներից մեկի մնալը։ Այն մյուսը պետք է վերանա։ Եմ որ ասում է Թրամփը հաղթեց, հա իհարկե հաղթեց։ Հիմա նայեք այս քարտեզին։ Նայեք այս քարտեզին։ Միջև պատերազմը Ամերիկայի ռազմաբազաներն էր Իրանի մոտ ու հիմա տարածաշրջանում չկա ոչ մի ռազմաբազա։ Նայեք։ Պլյուս ինքը ուներ Հորմուզի նեղուց հանգիստ աշխատում էր, հիմա չի աշխատում։ Ու այդ ամեն ինչի պատասխանատուն ինքն է։ Պլյուս արդեն սպանված ու վիրավորված հարյուրավոր զինվորներ, հələ թիվը չեն ասում, վախենում են այդ մասին խոսան, ու կործանված ինքնաթիռներ, ռազմաբազաներ, հակաօդային պաշտպանություններ, հարյուրավոր արդեն 100 միլիարդը անցած ծախս կորուստներով հանդերձ։ Պլյուս քաղաքական կորուստներով։ Ու ոչ մեկ չգիտի սա երբ կավարտվի։ Հա, բա ոնց հաղթել է Ամերիկայի Միացյալ Նահանգները, կարելի է իրան շնորհավորել։ Մի ներվեք, որ Իրանում մարդիկ ուրախանում են, ծափ են տալի, որ իրանք հաղթել են, իրանք հաղթել են։ Ու սա ճաշակի ոլորտից չի։ Սա օբյեկտիվ իրականություն է։ Ով ուզում է հարմարվի, ով ուզում է չհարմարվի։ Իսկ ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի պետք է որ Իրանը հաղթի։ Թեկուզ իմ երկրի անվտանգությունից ինելով։ Հələ արդարությունը կներեք դնում եմ երկրորդ էտապի վրա։ Բայց օրինակ Հեքսթեգը գոռում է, որ իրանք հաղթել են, ախպեջան։ Սա պատմական հաղթանակ էր։ Այո, ոչ մի բան չկա, ավիրված է, բոլոր ռազմաբազաները չունեն, չկա, ռազմաբազա չկա։ Բայց Հեքսթեգի համար սա իրանց արծրումն է, իրանց եթե կա Նիկոլ, պետք է արծրուններ լինի, չէ՞։ Կամ ուսուցչուհին, իր պաշտպանության նախարարը։ Պատմական հաղթանակ է իրանց համար։ Որը տևել է ընդամենը 1 ժամ։ 1 ժամ չէ, ավելի քիչ։ Այդ զինադադար կոչվածը։ Իսպանիայի վարչապետը իր մոտ է կասել բանը կանչել Իսրայելի դեսպանին եւ եվրոպացիներին պարտադրել է կոչ անել, որ Եվրոմիությունը պետք է կասեցնի Իսրայելի հետ ցանկացած գործընկերային համաձայնագիր։ Իսրայելցիները պետք է պատժվեն իրենց ցանցավոր գործողությունների համար։ Իսկ Լիբանանը պետք է ներառվի հրադադարի մեջ։ Տեղ չի ունենալու Եվրոմիությունը գնալով։ Այլ սիոնիստները չեն կարողանալու փրկեն։ Այդ սիոնիստները սկսած բանից Ուրսուլա ֆոն դեր Լայնից սկսած ինչքան ուզենան փրկեն Իսրայելին, չեն կարողանալու։ Չեն կարողանալու, որտեղ Իրանը շատ լավ է հասկանում, ում հետ գործ ունի, ում հետ ոնց է պետք շփվել։ Այս պատերազմի դադարեցումը շատ բանով կախված է հենց Եվրոպայից ինչերից։ Այդ ինչքան կարան սեղմեն Իսրայելին։ Իսկ մինչ այդ
Յասամին Անսարի Արիզոնայից ներկայացուցիչ կա կոնգրեսական պահանջում է Հեքստեգի հրաժարականը որպես ռազմական հանցագործ իրան արդեն կոչում են ոչ թե պատերազմի նախարար այլ պատերազմական հանցագործությունների նախարար ու նույն բանը process-ը սկսել է Թրամփի նկատմամբ շատ ավելի մեծ մասշտաբների է ասած այս process-ը Հիմա ուղղակի թվերի մեջ ես չեմ ուզում ձեզ ցանաբերեմ 50 քանի հոգի արդեն ստորագրել է սա impeachment-ի համար իսկ Մելանիա Թրամփը ասում է որ բա Well, all of this is happening for their future, so they will be safe in years to come. Let's do a fight. Բա ինչ որ պատահում է հիմա պատահում է իրաց անվտանգության համար այո Այդ երեխեքի անվտանգության համար է դպրոցները, շինությունները, բնակելի տարածքները Լիբանանում, Թեհրանում, ամբողջ Իրանում կներեք Պաղեստինում, Գազայում, Հարավային ափում, Արևմտյան ափում Սա ավիրում են այդ երեխեքի ապագաների համար, բա այդ երեխեքի ապագայի համար է Հա, բոլորիանք ապագայում լավ ապրեն ու հայկա սրան հավատում է Մարդկա սրան հավատում է, ես չգիտեմ արդեն ինչ ասեմ Ավելաբար իրանց ոչ մի բան չասեմ Էպստինի կադրից է Այդ էլ ուղղակի դենց պատահական հիշեցել Էպստինը այն սատանիստը Էս էլ է սատանիստ Սենց սկուտերի վրա մատուցել է Դոնալդին իր ինքնաթիռի մեջ Դուրն եկել է պահովակողքերը ու դրա համար էլ սրա համար երեխեքի ապագան սենց է կառուցում Մենք սպանում ենք մի քանի տասնյակ հազար երեխա, որոնց ապագան լավ լինի Իսա ամերիկյան բաներն են, գեներալներն են Ասում որ այդ բանը որոշումը այս Epic Fury այս կայացվել է, տեսեք ինչերի մեջ է մեղադրում Ազդեցության տակ կոֆեին, նարկոտիկի, հա նիկոտինի, ալկոհոլի ազդեցության տակ է կայացվել այս որոշումը Այսինքն սրա տակ ոչ մի հաշվարկ ոչ մի տրամաբանական բան չկա ու պարզ նկարագրվում է ոնց է կայացվել այս որոշումը ով դեմ է եղել հետախուզությունում բանակում այս որոշումն այս պատերազմին իրանք հեռացվել են ուղղակի աշխատանքից այս որոշումը կայացվել է Նետանյահուի Մոսադի պետի Նարկո Ռուբիոյի Հեստեգի այդ պատերազմի հանցագործությունների նախարարի Թրամփի եւ Ջեդի Վենսի կողմից իրանք են նստել ով համաձայն չի եղել հանել են աշխատանքից որ ոչ մի խնդիր չունենան գեներալն ասում է դուք էսի ալկոհոլի, նարկոտիկի, կոֆեինի, բանի տակ եք իրակ կայացել այս որոշումը Եվ առաջին անգամ Ամերիկայի պատմության մեջ, որ բանակը չի ուզում կռվի, որ ժողովուրդը չի ուզում այս պատերազմը, որտեղ միջև էս կարողացել էին համոզել ժողովրդին իրենց մեդիաներով հրեական, որ այս այն ինչ որ կատարվում է, ինչ որ հիմա ձեր ձեռքերից ստանում ենք, կոտորում ենք ձեր երեխեքին ձեր փողերով, դա ձեր համար է։ Հիմա էլ չեն կարողանում։ Պրոբլեմ է, ինֆորմացիոն պրոբլեմ կա, հիմա էլ չեն կարողանում։ Դա մա տեսնենք հəl ինչքան է տևելու։ Սի Ցզինպինն է շատ լավ ասել։ Ասում ենք չենք ուզում աշխարհը կառավարենք, Դոնալդ, բայց մենք չենք էլ ուզում, որ դու կառավարեք այս աշխարհը։ Մենք ազատ աշխարհ ենք ուզում։ Պատկերացնում եք։ Չինաստանը ամեն դիկտատոր երկրներից մեկն է։ Մարդն դեռ մանի միկրոսկոպի տակ ապրում էլի։ Ասում եք գիտես ինչ, մենք ազատ երկիր ենք ուզում։ Մենք չենք ուզում կառավարենք, բայց չենք ուզում որ դու կառավարես։ Այս ազատ երկիր է պետք։ Թրամփը ուր է ասել, ասենք Ամերիկայի Թրամփ չէ, գրողի ծոցը Թրամփը։ Ամերիկայի նախագահը ուր է ասել, որ դիկտատորը բա կարող բանը Քիմ Չեն Ընն էլ նույն բանն ասի, հա, ինքը իրավունք ունի։ Որտեղ սրա համար բոլորը adekvat են։ Եվ Իրանն էլ հայտարարել է, որ Իրանը կհանդիպի մենակ այն պարագայում, երբ որ Լիբանանի վրա հարձակումները դադարեն։
Ճիշտ ասած ինքն էլ է հասկանում, որ դա չի լինի, ու դա հնարավոր չի։ Իրաց մնում է մի բան հայտարարել ուղիղ տեքստով, որ իրանք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ էլ չեն հանդիպել։ Իրանք կհանդիպեն մենակ նրանց հետ, ովքեր որոշումներ են կայացնում։ Ինչ կապ ունի ստեղ Թրամփը։ Եթե Թրամփը մի բան պետք է խոսա, գոռա մենք հաղթեցինք, մենք պարտադրեցինք էսա, մենք սենց պատմական հաղթանակ տարանք։ Բայց Իսրայելը շարունակի ռմբակոծել, ինչ իմաստ ունի Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ խոսել։ Կարծում եմ Սանսվինգը պարզ պետք է ասի, պարզ, որ այդ հետ խոսալու բան չկա։ Մենք եթե ուզում եք խոսենք մենակ նրանց հետ, ովքեր որոշում են կայացնում։ Այդ դեպքում ինչ կապ ունես դու ստեղ Թրամփին։ Այս էլ նույն բանի մասին է, էլի որ պատճառ չեն տեսնում հիմա խոսած ցանկացած, որովհետև երկու օրից նշանակված էր հանդիպում։ Սրան չէ, իմաստ չկա խոսալ։ Այս գրակի ընթացքում իմաստ չկա խոսալու, իրանք սկսել են նորից հարվածել։ Իրանը խփելու է ու խփելու, ինչ է վերջ։ Եվ ստեղ էլ բան են, որ Հորմուզի այդ նեղուցը ոնց կար, այտենց էլ լինելու է։ Իրանք են որոշել ով անցնի, ով չանցնի։ Իսկ իրանք հայտարարել են բոլորը իրավունք ունեն անցնելու տարբեր ձևերով, տարբեր վճարների դիմաց, բացի ամերիկյան եւ իսրայելական բեռները։ Ու վերջ։ Հեսա լսենք։ Хочу вам сказать, если Верховный суд вмешается и решит изменить этот закон, то пусть меняют сам Верховный суд, а не этот закон. Этот закон правильный, и наказание будет определяться этим законом. И наказание без всяких сомнений, и я говорю это как человек, который уже лишил их денежных средств, доступа к тюремным магазинам, еды, прогулок, выездов за пределы тюрьмы и академического образования. Как тот, кто уже забрал у них все, я хочу также забрать и их жизни. Это... Ես ամեն ինչ ասում եմ կալանավորների վերսել եմ։ Մանգալու իրավունք, սնվելու իրավունք, ամեն ինչ վերսել եմ, ես կյանքներն եմ ուզում վերցնեմ։ Եվ եթե հանկարծ Գերագույն դատարանը որոշի, որ իրանց ընդունած օրենքը, որով իրանք իրավունք ունեն սպանելու բոլոր ձերբակալվածներին։ Եթե հանկարծ չեղարկի, ուզեմ կփոխենք նաև դատարանը։ Արա, սրանք պարզ, իրանք ֆաշիստ էլ չեն, Սրանք ֆաշիստ էլ չեն։ Ֆաշիստները սրանց համար հումանիստ էին։ Սրանք պարզ ասում են իրանք ինչ են անելու։ Զրկում են սան, վերջում էլ իրենց կյանքից են, ինք ուզում է, ու սա նախարարը, սա ներքի գործերի նախարարը, ու սա հայտարարում աշխարհով մեկ։ Նույնպես եմ ասում, սրանց գծագրի մեջ, նպատակների մեջ ոչ մի բան չկա թաքուն։ Իրանք այս նույն բանը, ինչ որ հիմա հայտարարում է, իրականացնելու են այս ամբողջ գրաված տարածքներում։ Եվ ոչ միայն։ Դրանից գալիս է մնացած հետո արդեն նախորժակները։ Ինչքան իրավունք ունի մարդ ապրի երկրագնդի վրա։ Այդ մարդիկ ոնց պիտի ապրեն երկրագնդի վրա։ Այն ինչ որ գրած է իրաց թալմուդներում, հա։ Որ ամեն մի հրեան 2600 գոյ պիտի ունենա իրան ծառա, որ գոյի բանը կյանքի իմաստը իրանց համար մեռնելն է, ու գոյեր կան, որ սրա համար ուրախ են, ծափ են տալիս, բա ոչ չասես, սա գոյեր, դե ծափ տվեք։ Conservative voices, including former allies, are now openly calling for the amendment to be used, creating a moment of bipartisan alarm over Trump's rhetoric on Iran. Մի խոսքով ինչքան ինքը նույնիսկ աջակից բան ուներ, սա բոլորը շուրենեկել իր դեմ։ Կոչ են անում արագ կազմակերպել սրա իմպիչմենտի հարցը լուծել։ Արդեն ինքը ուղիղ սպառնալիք է Ամերիկայի Միացյալ Նահանգների նկատմամբ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նկատմամբ առաջին հերթին։ Սա ոչ թե մենակ Իրանի, Պաղեստինի, բանի։ Որովհետև ես ընդամենը թիվ ասեմ, ես քանի որ աշխատում եմ, ես ստատիստիկաներին եմ հետևում տնտեսության։ Այսինքն մեր բիզնեսը կախված է ստատիստիկայի հետ։ Մարդիկ եթե հարուստ են, կարողանում են արշաշխուր գնել, եթե չէ։ Հա։ Մենակ փետրվարից մինչև հիմա, այս ամսի 1 ամիս 10 օրվա մեջ
189,000 մարդ է զրկվել աշխատանքից։ Ուրեմն 79,000 զրկվել են փետրվար ամսվա մեջ, հիմա 189,000 եւս ավելացել է գործազրկության թիվը։ Ու ինքը սենց ավելանալու է։ Ուրեմն բանկերի տոկոսադրույքը ավելացել է կես տոկոսով։ Այսինքն այն որ կարող ուզում էր բիզնես վար վերցնել կամ տուն առնելու վար վերցնել, հիմա կես տոկոս ավելա վերցնելու։ Ու դեռ ընթացքի մեջ է։ Որովհետև այս ամեն ինչի հետևանքները դեռ 6 ամիս հետո է լսվելու, ոչ թե հիմա այն ինչ որ կա, դա ասենք նախնականն է, բայց իրական պայթյունը լսվել է մի 6 ամիս հետո։ Մի 6 ամիս հետո, եթե սենց գնաց, ամենայն հավանականությամբ լինելու է այն ինչ որ 2008-2009 թվականին եղավ, ես ձեզ դա խոստանում եմ։ Վատ բան եմ խոստանում, բայց եթե սենց գնաց, եթե սրան այսօր չկանգնացեցին, 6 ամիս հետո կարող է, ասում եմ, պայթի մի բան, բայց ակից դուրս գա Ամերիկայի Միացյալ Նահանգների ինչ որ ձևով։ Եթե սենց գնաց, դոլարը դառնալու է զիբիլ։ Կներեք բառիս համար։ Ամերիկայի տնտեսությունն էլ հետը։ Այս անկումը ես որ նայում եմ, ես ուշադիր թվերին եմ նայում։ Իսկ քաղաքական գործիչների կարծիքը, պրոգնոզները, կանխատեսումները հետաքրքիր չի։ Ես թիվ եմ սիրում։ Իսկ թիվը համար արգումենտ է։ Հա, ու մանավանդ այն բիզնես ոլորտում որ ես եմ աշխատում, այդտեղ ամեն ինչ է երևում։ Ես ունեմ բոլոր արդյունքները եւ ես հետևում եմ օրական, շաբաթական, ամսական, հետո համատում եմ ինչը ես դանում եմ եզրակացությունները անում։ Սրանք էլ են տեսնում, որովհետև այդ խոշոր ֆիրմաների, այդ մեծ շենքերի, այդ արշավ ժույգերի տերերը նաև իրանք են։ Եթե սրանք ուզում են փրկեն իրենց ունեցվածքը, նաև երկիրը կոլապսից, սրանք պետք է սան հանեն։ Սրանք պետք է սան հանածլնեին վաղուց, բայց ոնց անեն 72%-ը կոնգրեսի սնվում է հենց Իսրայելի փողերով։ Բարդ է։ Որտեւ եթե սրանք շուռ եկան Իսրայելի դեմ, Իսրայելը մնում է մենակ Իրանին, մենակ։ Դե ժամանակ արդեն ուզում պատկերացնեմ Իրանի վիճակը, Իսրայելի վիճակը, բայց ուրիշ տարբերակ չկա։ Ուրիշ տարբերակ չկա։ Սրանք պետք է հրաժարվել իրենց։ Դա վերադառնանք Հայաստան, լսենք մեր ընկերներին։ Ձեր կարծիքով ինչի է խուսափում Արցախ բառից եւ ՏՏՀ օգտագործում Ղարաբաղ բառը։ Թե շունը միշտ իրոջ հրամաններն է կատարում։ Այս դեպքում տերը կարա լինի նույն ինքը Ալիևը, Էրդողանը, Պուտինը ըստ ճաշակի ընտրեք։ Իսկ ձեր կարծիքով ինչի է ըստ ճաշակի ընտրեք։ Ճիշտ է։ Անդրության հնարավորություն է նույնիսկ տալիս ընկերը։ Ոչ չհամաձայնվես։ Այս տականքը նստած է, ոչ մի ապական չկա։ Այս տականքը ծախել է մեր երկը Հայաստանն էլ, Արցախն էլ հետ է։ Թուրքիայից փողեր է վերցնում, բաժանում է, որ իրանք կաշին փրկի։ Էլ ինչ ասեմ։ Ոչ բան։ Էլ ինչ ասեմ։ Չես հասկացողի մի անգամ կարելի ասել, խաղաղությունը Նիկոլի ասած խաղաղությունը ամենամեծ պատերազմն է հայ ժողովրդի համար։ Հաստատ։ Հավատում որ հնարավոր է խաղաղություն հաստատվի ադրբեջանցիների։ Ոչ։ Պատերազմի վերնագիր ինքը դրել է խաղաղություն։ Իրա օրոք խաղաղություն երբեք ոչ միտեղ։ Եթե ինքն է լինելու մեր ղեկավարը։ Չեմ սպասում այդպիսի բան։ Պատկերացնում եք, այս կինը Նիկոլի բոլորս պրոպագանդոներին դաս կտար քաղաքագիտության։ Ուղղակի դաս կտար, էլի։ Լսում եք իրական ժողովրդի խոսքը եւ կարծիքը ձեր մասին։ Դուք պատկերացնում եք ոնց եք ապրելու դուք ապագա Հայաստանում։ Հա? Դուք պատկերացնում եք դուք ոնց եք ապրելու այդտեղ։ Ճիշտ ասած, ես չեմ պատկերացնում։ Փաշինյանը պետական հանցագործ է։ Փաշինյանից սպասում է հայդատը։ Արմեն Խաթոյանն ասում է, որ տապալել է բանակցային ողջ պրոցեսը համաձայն։ Նա ամեն ինչն է տապալել, ոչ թե մենակ այդ բանակցային պրոցեսը։ Ունեցող Զորապ Մնացականյան, ինչ լավ է, որ դու հիշացեցիր քո մասին։ Ինչ լավ է, չես պատկերացնի։ Կեցես դու։ Այս հարցերի պատասխանը դու նաև պետք է տաս։
Անդրանիկ Քոչարյանը հպարտանում է, որ իր նորմալ է, որ Անդրանիկ Քոչարյանը հպարտանում է, որ իր բարձրակարգ տղան գիտելիքների շնորհիվ չի ծառայել բանակում։ Այն անասունը կարող է տենց բան ասի։ Բոլորն էլ արժանի են մարդ կոչվելուն, բայց ոչ ինքը։ Բաժանորդ Անդոն, լսում ես? Լսում ես Անդոն։ Սա մաքուր ժողովրդի մաքուր խոսքն է։ Անկեղծ, դες նույնիսկ ինքը չմտածեց։ Ինչ կար միանգամից ասեց։ Իսկ հիմա լսենք Ֆիրդուսու։ Ասա, ժողովուրդն ինչ է։ Մի խառնամբող է։ Լկտի անամոտ կեղծավորտական կապիկների հոտ։ Պառնականներին հելու հնազանդ։ Սա Նիկոլի հետևորդների մասին է խոսքը։ Դե ինքդ ասա, ժողովուրդն ինչ է։ Այո, տական չէ, եթե հելու է նա բռնականին։ Իսկ ճշմարտության գոտեմարտի մեջ նա մի հերոս է և մի փարոս է լուսավոր։ Երկուսն կա։ Իսկ տոկոսային հարաբերության մեջ շուտով մենք իմանանք ինչքան է։ Եթե հիշում եք, երեք էլ որ ես խոսացի Մաշտոցի մասին, ճիվաղի տողերը մեջ բերելուց հետո։ Մաշտոցի մասին խոսում է նաև Գայգի Գինոսյանն է, տեսենք։ Մաշտոցի մասին Սևակը մի շատ կարևոր հզոր եւ խորքային վերլուծություն ունի թրի դեմ գրիչ հոդված։ Ասում են նա Այբուբենում ոչ թե ընդգծեց մեր նմանությունները, այլ գլխագրեց մեր առանձնահատկությունները։ Ամենամեծ շահած մարդը մեր ինքնության բանաձևը կրող մեր մշակույթն է։ Եվ մենք կանք, որովհետև Մաշտոց ենք արարել, իսկ Մաշտոցը արարել է Այբուբեն։ Եվ գերմանացի աշխարհարչակ լեզվաբան Մարկվարտը աշխարհի ամենալոպազ ազգի ամենամեծ բանասերը ասում է Մաշտոցի համեմատ գերմանական Այբուբենը ստեղծող Վիֆրիդի առաքելությունը հոգևոր թզուկություն է։ Դա գերմանացին է ասում, մենք չենք ասում։ Ես Մաշտոցին ճիշտ ասած նմանացնում եմ իր միսիայով Կոմիտասի։ Ոնց Մաշտոցը գրելով վերականգնելով մեզ տվեց ազգային ինքնության խարիսխի մի այնպիսի սենց գործիք, հա, որը միանգամից սենց այդ 5-րդ դարում ինքը դարձավ ոսկեդար, այդ գործիքն էր մեզ պայքարում, հա, պակասում, ինքը սենց հասունացած էր այդ գործիքը, որտեղ մեզ 100 տարի զրկել է մեր գիրուգրականությունից։ Մենք 100 տարի ավել զրկված ենք եղել մեր գիրուգրականությունից, հա, տվեց այդ գործիքը ու միանգամից ոսկեդար։ Ու մենք փաստորեն դա մեր ապագաղութացման կամ ցեղասպանությունից վեր հառնելու առաջի փորձն է։ Առաջի հաջողված փորձը։ Հետո հաջորդը դա Կոմիտասն էր։ Էլի ինքնությունից զրկված ազգին ինքը տվեց բանալին, երկի պարի նաև, որով ինքը ակտիվացրեց իր վիբրացիաները, ակտիվացրեց իր հիշողությունները, մաքրեց իրան կեղտից ու նորից վերականգնեց ու Կոմիտասից սկսեց կոմպոզիտորների հաղթարշավը։ Դες ինչ հետաքրքիր է։ Թշնամի չի հարմարվում էլի դրա հետ։ Չի հարմարվում։ Իսկ փիլիսոփայության մեջ դա արդեն նժդեյն էր։ Դրա համար սրանք չեն կարողանում մարսել էլի։ Որովհետև այդ ցեղակրոնության գաղափարն էր, որ պահեց Հայաստանը։ Ցեղակրոնության գաղափարն էր, որ փրկեց Սյունիքը եւ փրկեց Հայաստանը կործանումից։ Այդ ցեղակրոնության գաղափարն է, որ Գագիկ Գինոսյանի նման մարդը սենց ամուր կարճած այդ գաղափարից դա փոխանցելով ինձ սերունդա թողել մեզ, որոնք սենց իրար այդ ոտերը խփում են Կասկադում, ամբողջ Երևանը ցնցվում է դրանից։
Ոչ ճիվաղներ ասում մենք էլ ինչ անենք, ոսանք հրաժարվեն իրանց ինքնությունից էլի։ Չեք կարող։ Դե չեք կարողացել էլի 1700 տարի ամեն ինչ արել եք, որ մենք էլ ջհուդա քրիստոնյա դառնանք, էլ պարսիկ դառնանք, էլ արաբ դառնանք, էլ մոնղոլ դառնանք, չի եղել էլի, չի ստացվել էլի։ Այս ջհուդա քրիստոնեությունն էլի հայը վերափոխեց, գտավ իր այն ինչ որ իր համար հարազատ է, բերեց սարքեց իր նման, իր ուզածով, իր հավատքին համապատասխան քրիստոնեություն։ Ձեր ուզածելի չեղավ էլի։ Այն ինչ որ Ամերիկայում է, օրինակ այդ ասում են ջհուդա քրիստոնեությունը դա Ամերիկայի բանն է, հիմքն է, եւ որ դու պետք է աղոթես Իսրայելի համար, դու պետք է գնաս մեռնելու Իսրայելի համար, որովհետեւ դա քո պարտքն է։ Այդ չկարողացան Հայաստանում անել էլի։ Չեղավ։ Չեղավ, ոսկե լինի, մի քիչ հին ենք էլի։ Նույն արաբները չկարողացան անեին պարսիկների հետ։ Դրա համար չկա այդ հաշտությունը պարսիկների, չկա։ Մի խոսքով, քանի ունենք մենք այս խարիսխները մշակութային ինքնության եւ ժամանակ առ ժամանակ ծնվում են մեր մոտ դրա մասին բարձրաձայնողները, ոչ միայն դա նոր մակարդակի բերողները, այլ դրա մասին բարձրաձայնողները, մեր հետ դժվար է լինելու, որովհետեւ մեր հետ դուք չեք կարող նյութական աշխարհում պատերազմել, նյութական աշխարհում պատերազմում եք, կոտորում եք, ջարդում եք, դա ինչ որ դեռ հաջողել եք երբեմն։ Նյութական աշխարհում միայն, դուք հոգևոր աշխարհում չեք կարա, դուք հոգևոր աշխարհում, նյութական աշխարհում կոտորեցիք, ցեղասպանեցիք, հոգևոր աշխարհում Հայրիկ Մուրադյան ցեղասպանությունից ծնված եկան վերականգնեց հայ երկու պարը։ Տեսեք, այնտեղ կորուստ, ստեղ, որովհետև դուք հոգևորը չեք կարա սպանել, դուք չունեք այդ գործիքները, դուք չունեք այլ բան առաջարկելու, հասկանում եք, որովհետև ցանկացած գաղափարի դեմ կարելի է կռվել միայն համապատասխան գաղափարով։ Դուք դա չունեք, ոչ մեկ դա չունի, որովհետև դա այնքան խորն է մեր մեջ նստած։ Ու փառք Աստծո, այնքան շատ են դրա կրողները, տարածողներն ու արժեքավորողները, որ նու պրակտիկապես դա հնարավոր չի։ Այսինքն դուք չեք կարողացել այսքան տարիների ընթացքում դա անել։ Այնուց տնած ինչու՞ մի ճիվաղ դուս պրծուկ դա կարողանա։ Չեմ հավատում։ Այս նոտայի վրա ուզում այսօր ավարտել։